Բարի լույս, ողջունում եմ ժողովուրդ ջան, հուսով եմ բոլորդ լավ եք, նորից ես եմ ձեր հետ, սկսում ենք, ավելի ճիշտ սկսել ենք արդեն մեր օրը, այսօր ուրբաթ է, ես ճիշտն ասած, այսօր իմ բախտը երևի թե բերել է, որովհետև այսօր սկսել եմ շատ շուտ, արդեն 2 հատ պատվեր եմ արել, հիմա ժամը 8-ն է առավոտյան, ես ժամը 5:30-ից դուրս եմ եկել, այսօր աշխատում եմ ռեզերվների վրա, 3 երեկոյան 4 թե 5 հատ կարծեմ ռեզերվ եմ վերցրել, 2 հատ արդեն արել եմ, հիմա LAX-ում եմ, առապորտում եմ, նորից հետ եմ շարժվում La Crescenta ստեղից, որ հաջորդ ռեզերվս անեմ, նույն ձևի ես 3 առաջ օրնել եմ աշխատել, ես միած սենց, չգիտեմ, հրաշք է, որովհետև ժամերդ գիտես, գումարդ գիտես, արդեն քո գրաֆիկը գիտես ու գումարած այդ ամեն ինչին դու միջև օրվա կես արդեն նորմալ, ոնց որ ասած, գումար ես աշխատում, դե հիմա բախտս կբերի, ենթադրում եմ ռեզերվներից հետո մի քանի հատ էլ սովորական տենց պատվերներ կանեմ ու ստիպված չեմ լինի երեկոյան շատ ուշ ժամի մնալ աշխատել, տեսնենք ոնց կստացվի, հիմա հեսա գնում եմ մեքենան բենզին լցնեմ ու շարժվենք դեպի La Crescenta, որտեղ մեզ սպասում է մեր հաջորդ ուղևորը, պետք է տանենք, ուր ենք տանելու, կարճ եմ տանելու, այդ մեկը կարճ եմ տանելու, ճիշտ ասած, ու դրանից հետո մի հատ էլ ունեմ նորից այռոպորտ, պետք է այռոպորտ կամ, հենց որ մնացեք ալիքի հետ, այսօր հետարքիր է լինելու, տղեկին մեր բոլոր ու ոչ միայն տղեկին իհարկե, տղեկին ասում եմ նրա համար, որտեղ տղեկին շատերին արդեն ծանոթ ենք, բայց բոլորին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում են ալիքին, ովքեր գրանցված են ալիքին, ես հայտնում եմ իմ շնորհակալությունը, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, իսկ այն բոլոր մարդկանց, ովքեր դիտում են այս վիդեոն ու դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կլինեմ գրանցվել ալիքին, սեղմել հավանելու կոճակը, սեղմել գրանցվելու կոճակը և նաև սեղմել զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր վիդեոների մասին։ Ես հասա ուրեմն բենզալցակայան, հեսա մեքենան լիցքավորեմ ու շարժվենք La Crescenta։ Լիցքավորեցի մեքենան, հիմա գնում եմ այսքան La Crescenta, La Cañada, հաշվեք նույն բանն է իրար, կողքի են։ Մի խոսքով գնում եմ La Cañada, ընդեղից մի հատ կարճ պատվեր ունեմ, ուղղակի ես անում եմ, որովհետև քանի ոնց որ ասած տալիս է այդ ռեզերվները, չէի ուզում ճիշտն ասած մերժած լինեի, չվերցնեի, մի քանի հատ լավը տվել է, հիմա այս մեկն էլ տվեց կարճ, տենց որոշեցի հետ էլ անեմ, որտև ուզգում եմ, որ ասենք մի քանի հատ փոքր կարճ ռեզերվներ վերցնում եմ, մեկ էլ հետևից մի հատ լավ մեծը տալիս է, նենց որ հույս ունեմ, որ միջև օրվա վերջ այսօր գոնե մի հատ կամ 2 հատ էլ կտա, եթե նույնիսկ չտա էլ, գոնե մի 2 հատ լավ պատվեր կտա, գոնե լրացնենք, որտև արդեն էլ իրոք անկեղծ եմ ասում այդ ուշ ժամի այդ գիշերվա քշելը իրոք վրաս ազդում է, էլ չեմ կարում, չգիտեմ, տարիքի հետ կապված է, թե ինչի հետ կապված է, առաջ գիտեք ոնց էր, մի ժամանակ որ քշում էի, ասենք ու ուրբաթ շաբաթ էր, ճիշտը որ ասեմ, ցերեկը տենց թեթև ուղակի դուս էի գալի, մի 2 հատ պատվեր էի անում, գնում էի տուն, սպասում էի, ասում էի, սա իրիկունը դուս կգանք, ընդեղ, չգիտեմ, սենց սետարքի էր անցնում, նստում էին, երաժշտություն էին միացնում, խոսում էինք, ծիծաղում էինք, սենց էր, հիմա լրիվ
ոնց որ sense փոխվել է մի տեսակ, չգիտեմ, ամեն դեպս իմ մոտ։ Հիմա այդքան էլ տենց չի էլ, sense մի խոսքով չեմ ուզում գիշերը ու ժամի տենց չեմ ուզում աշխատեմ։ Դրա համար հիմա հույսս էնա, որ գոնե մինչև երեկոյան 7-8-ը ոնց որ ասած ես իմ փողը կաշխատեմ, կգնամ տուն, տեսնենք։ Իմիջայլոց մի բան էլ էի ուզում նշեի, չգիտեմ ալիքի մեր հետևորդների մեջ կամ այն մարդկանց մեջ, ովքեր դիտում են իմ վիդեոները, կան մարդիկ, չկան կամ քանի հոգի կան, ովքեր ասենք մոտոցիկլի սիրահար են, ունեն կամ չգիտեմ ինչ, դրա համար ուղղակի ուզում էի նշեի, որ ես նաև Facebook-ում ալիք ունեմ, ուրեմն կոչվում է R1250R, այսինքն R1250R անգլերեն ասած, դա հենց իմ մոտոցիկլի ուրեմն մոդելն է։ Այդ ալիքի չէ, ավելի ճիշտ ինքը բանա, ինչ են ասում, գրուպա մի խոսքով, գրուպա Facebook-ում բացելու միտքը ինչից ծագեց, որովհետև ինչպես ասել եմ, նախկինում նշել եմ նաև, իմ մոտոն տենց Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում այդքան էլ շատ տենց պոպուլյար չի։ Չգիտեմ, թե հիմա թանկ պահվող մոտոյա, թե ինչա, այդքան պոպուլյար չի, չնայած որ ինքը բավականին հզոր մոտոյա։ Ու լիքը հարցեր իմ մոտ առաջանում, կհիշեք նախորդ վիդեոյում էլ նշեցի, որ գնացել եմ դիլեր հարցեր ունեի, ուրեմն դրա համար որոշեցի բացեմ այդ գրուպը ստեղծեմ, որպեսզի ասենք այդ մոտոյի տերերը, ովքեր ունեն այդ մոտոյից, հարցերի դեպքում կամ ինչ-որ տենց բանի դեպքում կարողանան իրենց պատասխանները գտնեն, ինչը որ ասեմ բավականին հաջող ստացվում է, այնտեղ լիքը մարդիկ կան, մեկը մեկին օգնում են, նույնիսկ այնտեղ մարդ կար, որ ինչ-որ մաս էր պակասում, ես մի հատ ոնց որ ավելի ունեի, առաջարկեցի, որ եթե ինքը Եվրոպայում էր, առաջարկեցի ինքը վճարի այդ շիփինգը, ես ուղարկեմ անվճար այդ մասը իրան, զուտ որպես լավություն, այն էլ ստուգել էր, պարզվել էր, որ այդ շիփինգը բավականին թանկ արժե, դրա համար չեղավ, բայց կարևորն էնա, որ ասենք շատ են այնտեղ մեկը մյուսին օգնում են ինչ-որ հարցերով կամ խորհուրդներով, հետո ասենք շատ բան է, դժվար է այս մոտոյի հետ կապված ինչ-որ բան գտնել, ցանկացած մաս հիմա ուզում ես դու չգիտեմ մի քիչ մոտոն ձևափոխես, որտեվ հիմնականում մոտո սիրահարները, ովքեր մոտո են քշում, մարդիկ միշտ փորձում են իրենց մոտոները ոնց որ նենց սարքեն, որ յուրահատուկ լինի, իր տեսակով տենց ինքը յուրահատուկ լինի, նույնն էլ ես ու բնացածը ու լիքը բաներ կար, օրինակ, որ ես չէի գտնում, ման էի գալի, տենց չգիտեի, որն է, ինչա չէի գտնում, այս գրուպի մեջ մարդիկ առաջարկեցին, որ դες տենց բանկա ընկերություն կա, որը հեսա արտադրում են, արտադրում մի մասը Եվրոպայում է, մի մասը ասենք ուրիշ տեղա, խոսքով ասածիս միտքը ինչ է, ցանկության դեպքում ես կտեղադրեմ ստեղ գրուպի ինֆորմացիան, եթե ցանկություն կունենաք, կարաք մտնեք, ովքեր մոտո ունեն, ովքեր դարկրված են կամ թեկուզ չունեն, ուզում են ունենան ու հարցեր ունեն, մտնել, շփվել, գրանցվել այդ գրուպին, ես կընդունեմ ձեզ, որտեվ ես եմ ցուցակը ստուգում ու ընդունում, չէ։ Մի խոսքով այդ մեր մոտո սիրահարների համար, որտեվ գիտեմ մեկ խնդիր է լինում կամ կողմնորոշվել ինչ մոտո առնել, հենց նույն հենց BMW հետ կապված, որ ես հիմա ունեմ այդ մոտոն, ինքը ունի տարբեր մոդելներ, տարբեր տեսակներ ունի, նույն
նույն մոտոցիկլն է, նույն, ասենք, շարժիչն է, իր բազան նույնն է, բայց տարբեր կոմպլեկտացիաներ ունի, ասենք, ունի արտաճանապարհային օֆրոդ տարբերակ ունի կոչվում է սպորտ թուրինգ, որը ձեր ասած սպորտային եւ երկար ճանապարհ գնալու մոտոցիկլի ինչ-որ sense խառնուրդ է։ Իմիջիալոց իմ մոտոյի մյուս վերսիան, թուրինգ վերսիան, որը ավելի երկար ճանապարհ գնալու համար է, Միացյալ Նահանգներում ոստիկանությունն է օգտագործում։ Ուզում եմ ասեմ, ինչի համար եմ ես նշում, որ ինքը հզոր շարժիչ ունի, շատ հզոր է։ Մի խոսքով, այդ մասով ուղղակի ինֆորմացիա որպես այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են մոտոցիկլներով, իմիջիալուց կապ չունի, նույնիսկ եթե գրուպը վերաբերվում է BMW-ին, կապ չունի, այնտեղ լիքը մարդիկ տարբեր մոտոյի հետ կապված հարցեր են տալիս ու այնտեղ բավականին թվով մարդիկ կան ու մեկը մեկին օգնում են խորհուրդներով, հարցերով։ Իմիջիալոց միտք ունեմ, ուզում եմ այդ միտքը շուտով իրականացնեմ, եթե ստացվի այս ամառ։ Ուղղակի ցավալին է նա, որ ինչքանով ես հասկացել եմ իմ այդ էջում գրանցված Facebook-յան էջում գրանցված մարդկանց զգալի մեծամասնությունը բնակվում են Եվրոպայում կամ Ասիայում, մի մասը Միացյալ Նահանգներում են, բայց ես նայել եմ ու տեսել եմ, որ ուրիշ նահանգներում են ու բավականին հեռու Կալիֆոռնիայից, բայց ինչևէ, ես այդ առաջարկը իրանց կանեմ, եթե ցանկացողներ կնեն, տենց կազմակերպենք մի օր, որպեսզի բոլորով ովքեր մոտիկ են կամ ովքեր ցանկություն կունենան միանալու մոտոներով տենց ինչ-որ մի ճանապարհորդություն կազմակերպենք ու այդ հսկայական գործ է, խոսքով հիմա նայում եմ, մտածում եմ ճանապարհի վրա, ինչ ճանապարհով գնանք, ուր գնանք, որտեղ կանգնենք, սա կազմակերպչական հարցեր է, որ հիմա ես այդ ուղղությամբ մտածում եմ, տեսնենք ոնց կստացվի։ Այտենց, այսքան մոտոյից խոսում եմ, ժողովուրդ ջան, կներեք էլի ինձ, ես գիտեմ, շատերին կարող է չհետաքրքրի ասին, այդ ինչ ես խոսում, ուբերից խոսա, բայց դե որ շուտվանից չեմ քշեմ մոտոց կանգնած, կարոս, կարոտը խեղդում է, էլի հասկանում եք, սենց խեղդում է, սենց ուզում եմ խոսամ, սենց դատարկվեմ, էլի, աշեմ, տենց մի խոսքով, տենց հիմա գտնվում ենք 405 ֆրիվեյի վրա, ժողովուրդ ջան, Միացյալ Նահանգներում բնակվող, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները քաշ ծանոթ են 405-ին, ինչպես միշտ ծանր խցանումներ է, ծանր երևի քայլով գնաս ավելի շուտ կհասնես տեղ, բայց ցավոք ուրիշ ավելի կարճ ճանապարհ չկա, հենց որ սենց են գնում 40 րոպե պիտի գնամ։ Գնացինք, դե կհանդիպենք արդեն այս մյուս պատվերից հետո։ Հասել եմ արդեն Լականյադա, մնացել է ուրեմն քանի րոպե, մի քանի րոպե է մնացել, մի քանի րոպեից պետքա որ դուրս գա ուղևորը, տանեմ իրան, կարճ պատվեր է, բայց այսօր ոնց որ Uber-ը ինձ լավ աշխատացնում է, գնացի, դե իհարկե ժամանակ արել մինչև այդ аэропորտի ռեզերվիս, մեր տան մոտ գնացի, որտեվ ընդեղ է հենց, ու ընդեղից մի անգամից ինձ տվեց SUV-ով Pasadena ու այստեղ այն հələ չէի իջացրել, հետևից նորից պատվեր տվեց, ճիշտ է կարճ, բայց կարևորն է նա, որ աշխուժություն է նկատվում, խոստումնալից է օրը։
ասում այսօր շատ լավ է, գործը սենց լրիվ իմ սրտով այսօր գնաց, Փառք Աստծո, ամեն ինչը սենց գծած առավոտվանից ժամին, ստեղ տանում եմ, ընդեղից եմ վերցնում, ընդեղ տանում, ընդեղ եմ վերցնում, տենց հիմա Փասադենայում եմ գտնվում, South Pasadena-ում, շատ գեղեցիկ մի վայր է, ու հիմա տեսնենք ուր կտանի մեզ հաջորդ պատվերը, չեմ կարծում շատ հեռու է տանելու, որովհետև ինքը հաշվարկում է արդեն, որ ես ռեզերվ ունեմ, էլ ոնց որ շատ հեռու չի տանի, որպեսզի ես հասցնեմ, ենթադրում եմ, կարծեմ տենց է լինում, մի խոսքով, մնացեք ալիքի հետ, ավելի շնորհակալություն, որ ալիքի հետ եք, շուտով էլի կապի դուրս կգամ։ Այ, ցերեկվա ժամը 2:30 է, նոր հասա аэропорт, ասել է այդ մի ռեզերվ ունեի մեր մոտից Լա Կրասենտայից, բերեցի ուրեմն аэропорт, դե ժամին խցանումների մասին կարծում եմ ավելորդ է խոսելը, գիտեք ինչա կատարվում, որ քշելուց զգում եմ, որ աչքերս փակվում են, այդպես վիճակ էր, բայց Փառք Աստծո նորմալ հասանք տեղ, հայերի ընտանիք էր, Հայաստան էին գնում, հիմա аэропортում էլ ահա որ թրաֆիկ է, ահա որ խցանումներ է, դրա մասին էլ կարծում եմ խոսալը ավելորդ է, մեր վարորդ տեղեքը կիմանան LAX-ի թրաֆիկը, որ բռնում է, այլ չեմ։ Հուսով էի մեջից մի բան գոնե կտա դուրս կգամ ու չտվեց։ Հիմա պետքա գնամ այդ լաթը այնտեղ կանգնեմ մի քիչ, մի ժամի չափ երևի կանգնեմ, այդ ընթացքում կտա չէ, ուրեմն դուրս եմ գալու։ Քիչ խոսալս մի քիչ չի գալիս, ինչի համար, որտեվ նոր ճանապարհին լուրեր էի լսում Հայաստանից ու ինչերի մասին են խոսում, ինչա կատարվում այնտեղ այդ ենթադրում եմ շատերը դե լսած կլինեք այդ դպրոց, թմրանյութ, մի խոսքով անենց բան եմ եղած անտրամադիր ու սենց ջղայնացած ու այն որ սենց ջղայնությունից շունչդ կտրվում է, այդենց վիճակ է, նույնիսկ անջատեցի կեսից, չէի ուզում լսեի արդեն, որտև չգիտեմ, լավ չի, ամենավատն են է, որ չգիտես ինչ անես, որ այդ փոխվի, ոնց կարելի է դա փոխել, մենակի բան չի, 10 հոգու բան չի, 100 հոգու բան չի, էդի խոսքով սա գնամ լատ, տենանք ընդ ինչ արնում, Աստված առաջ կարող է մի բան տա նորմալ դուրս կամ аэропортից Բարի լույս ժողովուրդ, դե ինչ, տեղափոխվեցինք հաջորդ օրը, շաբաթ օր, առավոտյան ժամը 5-ն է, նոր եմ դուրս գալիս, ուրեմն այսօր էլ երեկվա պես որոշել եմ առավոտյան շուտ սկսեմ, երեկվա ու դրա նախորդ օրվա ուրեմն փորձը ցույց տվեց իմ մոտ ամենայն դեպս, որ շուտ դուրս գալը ամեն դեպքում ավելի ճիշտ է, երեք ճիշտն ասած մինչև ժամը երևի 7-ի կողմերներ, 8-ի կողմերներ աշխատեցի ու շատ լավ էր, ստեղ կդնեմ ինչքան եմ աշխատել երեք ուրբաթ օրը, եթե մի քանի 2 ժամ ունեի դեռ, որ կարող էի աշխատել, բայց հավատացեք արդեն ընենց հոգնած էի, ժամը 4-ից դուրսն էի,
քոնս էլ տանում էր ահավոր ու էլի վիճակի չէի քշելու, դրա համար ճիշտ ասած որոշեցի ավելի ճիշտ կլինի, որ գնամ տուն, հենց նոր ուրեմն խնդրեմ միացրեցի ու կարճ պատվերը ստացա մի անգամից, չնայած որ կարճ է, բայց ոչինչ, երեկել եմ սենց սկսե, ստեղից էլի առաջի պատվերս կարճ պատվեր էր ու օրս բավականին հաջող գնաց երեք, հիմա այսօր էլի նույն կարճ պատվերով սկսում ենք, հույս ունենալով, որ մեր օրը շատ լավ ալնելու, տենանք ոնց կրնի, դե ինչ ասեմ, Աստված առաջ գնացինք պատվերը ընդամենը 3 րոպե տևեց երևի պատվերը խեղճ դուս երեկել առավոտյան քայլելու, այս մեր տարածքում շատ են ապրող ժողովուրդը, քանի որ տարածքը ինքը մաքուր տարածք է, սիրուն տարածք է, մարդիկ շատ են դուրս գալիս առավոտյան այս շուտ ժամի, մեկ էլ երեկոյան են դուրս գալի ման գալու, մի խոսքով մարդը դուրս էր եկի քայլելու ու խնդրեմ անձրև, ես էլ չէի սպասում, ճիշտ ասած դուրս էի գալի շուտ, որ մտածել էի գնամ մեքենան լվանամ, նոր անցնեմ գործի, այն էլ հնա խնդրեմ մեքենաս լվացվում է։ Տենց հիմա իջնենք ներքև, ստեղից իմ լավ ընկերը ինձ խորհուրդ տվեց, ասում է առավոտյան, ինքը միշտ առավոտյան շուտ է սկսում իր աշխատանքը, ասում է մի որ շուտ դուրս ես գալիս առավոտյան շուտ ժամի, մի սպասի ուրեմն պատվերի կամ բան, դուրս արի, ասում է մի անգամից չի Հոլիվուդի կողմ, հաստատ ասում է պատվերներ կրնի, էլ չեմ ասում այրոպորտ եւ այլն, այդ ամեն ինչներ կրնի, ասում աստեղից տալիս են, հենց որ հիմա հետևում ենք իր խորհրդին, չեմ ստեղ սպասում, անգամից ինձ քշելով կիջնենք ներքև, իհարկե փողոցներով կգնամ, որովհետեւ հնարավոր է որ միջև Հոլիվուդ հասներս էլ ստեղից պատվեր տա, այս առավոտյան ժամերը ճիշտ ասած շատ եմ սիրում, այս հանգստությունը, այս որ փողոցները դատարկ, sense նոր զարթնում է քաղաքը։ Ես միշտ սիրել եմ, ասենք, ուշ ժամը եւ այս առավոտյան շատ շուտ ժամը, ես օրինակ հանգստություն սիրող մարդ եմ, շատ տենց բան չեմ սիրում, աժոտաժ չեմ սիրում, չնայած որ իմ պարագայում դա աբսուրդ է, որովհետեւ ապրում եմ այնպես քաղաքում, որը կարելի ասել չի քնում, չնայած համեմատելով ասենք Նյու Յորքի հետ, այս քաղաքը գոնե քնում է 2 ժամ գիշերը, այնտեղ էդ էլ չկա, բայց ինչևից է ինքը մեգապոլիս է, հսկայական քաղաք է, ես կասեի երկիր է ու բան է, ասենք ստեղ միշտ աժոտաժ է, միշտ ձայներ, լիքը մարդ, սենց ավելի շատ ոչ թե լիքը մարդ, լիքը մեքենաներ, որտեվ ստեղ ամենաիմ չսիրած բանը, որ ես իրոք չսիրեցի, մեծամասամբ քաղաքում մարդիկ չեն քայլում, դուրսը չես տեսնում, ասենք, քայլող մարդիկ, չէ, Երևանում մեր ոնց էր, հա, մեր ժողովուրդը հայությունը հիմնականում, ասենք, այդ Գլենդելի փոքր տարածքում էլի այդ բանը ոնց որ պահպանում են, ասենք, երեկոյան դուրս են գալի, այդ ամերիկանայի հատվածում ման են գալիս, բայց ընդհանուր առմամբ այս քաղաքում այդ կուլտուրան ընդունված չի, էլի, ես հիշում եմ, որ մենք նոր էինք եկել, որ դուրս են գալի երեխեքի հետ քայլելու, դե մենք Երևանից այդ մեր համար, ասենք, մենք դրան ենք սովոր եղել, մեր համար նորմալ երևույթ է եղել, երեկոյան դուրս գալ, ման գալ, քայլել երեխեքի հետ, ու զգում էի, որ սենց տարօրինակ են նայում, էլի, մենք էլ
մի խոսքով այնտեղ էինք ապրում, որ այնտեղ քայլող մարդ չէր տենա, էլի ավտոները գնում գալի, այդ ինձ դուր չի գալի ու դրա համար ես շատ եմ սիրել Սան Ֆրանցիսկոն, իրոք շատ է դուրս եկել, չնայած որ վաղուց այնտեղ չեմ եղել ու ասում են, որ քաղաքը հիմա ահավոր վատ վիճակում է գտնվում, այնտեղ այդ անտուն մարդկանց խնդիրը կա, չգիտեմ հիմա ինչքանով կա արդեն այդ, բայց վերջերս շատ վատ վիճակ էր, բայց այնտեղ օրինակ դա այդ կուլտուրան կա, այնտեղ երեկոյան, որ հիշում եմ որ այնտեղ ենք վերջին անգամ, երեկոյան այն որ հիշացնում էր ինձ Երևանը, էլի, որ սենց դիքը ժողովուրդը սենց երեկոյան դուսման էին գալի բան, այստեղ դրա համար պետքա քշես գնաս հասնես, չգիտեմ, ինչ-որ մի հատ տարածք, որտեղ կա, չգիտեմ, ինչ-որ ռեստորաններ մի քանի հատ էսկոմենկոմ ու տեղ դրա շուրջը մարդիկ սենց էլի մի քիչ շարժ կա, բայց հետարքիրը գիտեք որն է, ինչքան էլ, հիմա ես սիրում եմ այս ժամը, այս հանգստությունը, այս օրը որ նոր սկսում է, արևը որ նոր դուրս է գալիս, բայց երբեք այդ չես համեմատի, ասենք մեր Երևանի ոնց ասեմ, երբ որ Երևանն էր զարթնում, այդ քաղաքը, մեր քաղաքը իմ մոտ ոնց որ նենց, ոնց ասեմ, ինքը ոնց որ անձ լինի, ես տենց եմ մեր քաղաքին վերաբերվում, հասկանում եք, Երևանը դեմք ունի, հիմա այս քաղաքը դեմք չունի, անդեմ քաղաք է, ինքը մեծ, հսկա, ահավոր ձևի շատ բնակեցված, զբաղված քաղաք է, բայց ինքը դեմք չունի, հասկանում եք, բայց մեր քաղաքը դեմք ուներ, ես այդ մեր քաղաքի դեմքը տեսնում էի, չգիտեմ իմ խոսքերը ինչքանով որոշների համար տարինակ կհնչեն, մարդ կարող ասել էսի գիժ է, բայց չէ գիժ չեմ, ուղղակի շատ եմ սիրում մեր իհարկե երկիրը, բայց մանավանդ քաղաքը ու դրա համար տենց անձնավորել է իրան, էլի, ոնց որ ինքը իմ համար մարդ լիներ, սիրա դեմքը գիտեի, որ առավոտյան, ասենք, լվացվում էր, երեկոյան, այն որ ցերեկվա շոկից հետո արդեն, որ հով էր ընկնում, երեկոյան հով էր լինում, արդեն ավելի հանգիստ դեմք ուներ, մի խոսքով, այդ ամեն ինչը բաներ է, որ շատ դժվար է խոսքերով բացատրելը, համենայն դեպս ով գիտի ինչի մասին եմ խոսում, նա լավ պատկերացնում է այդ ամեն ինչ։ Բայց սենց մի քիչ խոսանքերն ինչ աղել չի կարելի, հիմա ես էլ մարդ եմ, մեկ մոտս այդ բանա մելանխոլիկ սենց վիճակ ալնում, հիշում եմ, կարոտում եմ դեր լավ հերիքա, իչանք ներքև գնանք, պատվեր չկա հալը, պատվեր դու սկսենք աշխատել, դուսենք եկել ես առավոտ ինչի համար, այսօր ինչ ունեմ, այսօր ռեզերվ ունեմ, 2 հատ ռեզերվ ունեմ, դեր 2 հատ է, երկուսն էլ բլեք, տենց, որ ասեմ ոչ, մեկը կարճ պատվեր է, բայց զարմանալիորեն կարճ է, որովհետև հեսա ասեմ, նոր մի քիչ առաջ տվեց ու էլի բլեք ու հեսա $30 է ինձ վճարում
ուրեմն Գլենդելից Փասադինա չգիտեմ այդ ինչքանով է նորմալ, իմ կարծիքով քիչ է, բայց վերցրել եմ, մի հատ էլ ուրիշ ունեմ, ավելի մի քիչ ավելի մեծ պատվեր է այդ մեկը, սրանից մեծ ամենայն դեպս, թե բախտս բերեց մինչև այդ մի քանի բան էլ անեմ, անտիր կլինի, գնացի հասա մինչև West Hollywood-ից պատվերով հետ եկա downtown եմ հիմա, ունեմ ժամը 10-ին, ժամը 10-ին ռեզերվ ունեմ Գլենդելից, հիմա ես համոզված եմ ինձ ոչ մի նորմալ բան չի տալու, որովհետև դե 8-ից արդեն ժամը, ոնց որ ինքը հաշվարկում է էլի, որ ես չեմ հասցնի, եթե հեռու գնամ, հետո ոնց պետք է գամ այդ ռեզերվի հետևից, դրա համար ենթադրում եմ ամենա լավագույն դեպքում կարող եմ մի հատ էլ $20-30 անեմ, մինչև ռեզերվի այդ ժամը գա։ Չևից է տեսնենք, նայում եմ իմ ամենաչսիրած թաղերում, ճիշտն ասած չեմ սիրում ես հատվածները downtown-ի շրջակայքը, ծոր չմտած downtown այդ շրջակայքը ինքը ամբողջը սենց հնդի կեղտոտ վիճակ, խոսքով հիմա ճիշտն ասած մտածում եմ մի հատ սուրճ կարելի է կազմակերպել, ես առավոտը չնայած խմում եմ ամեն առավոտ, բայց արդեն ոնց որ այդ մի բաժակը առավոտվա իր գործը չի անում, ոնց որ կարելի է մի հատ էլ խմել, տենց մնացեք հալիքի հետ, այսօր հույս ունեմ, որ այսօր երեկվա պես լավ է լինելու, նույնիսկ երեկվանից լավ, տենանք, գնացինք, Եկանք Բրբանկի այրոպորտ մարդ բերեցի, JSX-ը, շողները գիտեն Բրբանկի կողքի այդ private այրոպորտն է, մի ժամից ունեմ ռեզերվ Գլենդելից, դրա համար հիմա ոչ միտեղ չեմ շտապում, որտեղ ոչ մի բան չի տալու, այս ընթացքում դե ինչպես նախկինում էլի նշել եմ, աշխատում եմ վիդեոյի վրա, հույս ունենալով, որ գոնե այսօր երեկոյան կամ վաղը երեկոյան կտեղադրեմ արդեն նոր վիդեոն, դե ես ոնց որ ստացվեց ուրբաթ շաբաթ օրը իրար հետ, այսօր էլ լրիվ օր չեմ աշխատելու, այսօր երևի միջև օրվա կես, միջև 4-5-ը երևի կաշխատեմ, որովհետև այսօր տենց ոնց որ մենք ընտանիքով ուղղակի հավաքվում ենք, չեմ ուզում այդ առիթը բաց թողեմ, որովհետև առանց այդ էլ շատ չի ստացվում, որպեսզի հավաքվենք ծնողներիս, եղբայրներիս հետ, իրենց ընտանիքներով, զբաղվածության պատճառով ու սենց դեպքերում այս առիթը չեմ ուզում բաց թողեմ, ինչքան էլ ուզում է գործը լավ լինի կամ այդ իմ համար ավելի կարևոր է, մի խոսքով, հիմա ստեղ եմ, Բրբանկում հեսա մի քիչ հետո կշարժվեմ արդեն Գլենդել, որպեսզի այդ ռեզերվ անեմ, բացի այդ ռեզերվից երկու հատ էլ ռեզերվ ունեմ, մի հատ գնալու եմ Գլենդելից նորից Փասադինա, մի հատն էլ Փասադինայից downtown, դրանք էլ երևի կանեմ ու արդեն կշարժեմ դեպի տան կողմ, դե ուրեմն կապով կլինենք, ցույց կտամ։
Հիմա արդեն գտնվում եմ Փասադինայում, եկել եմ հաջորդ ռեզերվիս հետևից, ուրեմն գնալու ենք, կարծեմ downtown ստեղից, հետո downtown-ից նորից պետք է հետ կամ Glendale, որպեսզի վերջին ռեզերվս անեմ, դեռ վերջին, բայց ինձ թվում է այդ կլինի այսօրվա վերջին պատվերս, որովհետև ինչպես նշեցի, պետք է գնամ տուն, երևի հետո էլ չքշեմ։ Մի խոսքով, հիմա Փասադինայում ենք, արդեն ժամանակն է մնացել է ինչքան 20 րոպե, երբ որ արդեն 20 րոպե է մնում, ծրագիրը ասում է, որ մոտենամ հաճախորդին, հիմա արդեն ես մոտենում եմ, գալիս եմ այդտեղ ու յան պետք է վերցնեմ ու գնանք downtown։ Այս նախավերջի պատվերս էլ արեցի, հիմա ուրեմն downtown-ից բարձրանում եմ հետ Glendale, որպեսզի Glendale-ից էլ գնալու եմ Փասադենա կարծեմ։ Էդ էլ կանեմ ու այդքանով երևի կավարտեմ, ձեզ էլ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մնացիք ալիքի հետ, լավ եղեք, բոլորիցդ շնորհակալ եմ, մինչև մեր նոր հանդիպում, հաջողություն։